Նախնական արդյունքների հրապարակումից հետո գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարեցին, թե ընտրությունները անցել են խախտումներով եւ պատրաստվում են վիճարկել արդյունքները։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանի խոսքով ընտրական գործընթացում ուշադրության կենտրոնում է վարչական ռեսուրսի կիրառման հարցը։ Կուսակցության թեժ գծին ըստ նրա հազարավոր զանգեր են եղել եւ իրենք մշակում են ստացված տեղեկությունները։ Մելոյանը քաղաքացիներին կոչ արեց ներկայացնել վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ փաստեր, վստահեցնելով, որ տեղեկությունների աղբյուրների գաղտնիությունը կպահպանվի։ Տասնյակ արձանագրումներ մենք ունենք, որ մարդիկ գնացել են, փորձել են տեղեկանքներ ստանալ, հատուկ ձևեր կան ընտրությանը մասնակցելու համար եւ ուղղակիորեն, այդ անձնագրային բաժանմունքները հրաժարվել են շատ կոպիտ խոսույթով, անգամ ես ինքս հնարավորություն եմ ունեցել միջամտելու, ուղղակիորեն հրաժարվել են մարդկանց ձևերը տրամադրել։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գնահատմամբ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հանրությունը ընտրել է մի ճանապարհ, որը ըստ նրա չի նպաստի քաղաքական խնդիրների լուծմանը եւ համակարգի առողջացմանը։ Միաժամանակ կուսակցությունը շարունակում է ուսումնասիրել ընտրախախտումների վերաբերյալ տեղեկությունները, իսկ ընդդիմադիր ուժերին առաջարկում է ընտրակեղծիքների մասին փաստերը հանրայնացնել։ Հիմա իրենք հայտարարեն դիմելու են ՍԴ, որտեղ այդ հանձնաժողովի անդամներով երևի ավելի շատ տվյալներ ունեն կեղծիքների մասին։ Եթե ունեն, շատ լավ, պետք է դրանք հրապարակեն։ Ավելի լավ է դրանք հրապարակեն, քան դիմեն ՍԴ։ Ասեմ ինչու, որտեղ ժողովրդի վստահությունն ավելի կարևոր է, քան ՍԴ դիմելը։ Ընտրությունների արդյունքների վրա ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի ազդեցություն ունեցան ընտրակաշառքի դեպքերը ու արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում բնակվող հայերի տարբեր եղանակներով Հայաստան տեղափոխումը, ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկելու նպատակով։ Ալեքսանյանը համոզված է, թե առանց այդ գործոնների ընտրությունների պատկերը կարող էր այլ լինել։ Իսկ ինչ վերաբերվում է, որ վեր է կացել ինչ-որ խախտումներից կամ բառից են խոսում մարդիկ, ովքեր 15-20%-ի փաստացի ձայն են կեղծել ընտրակաշառքով ու հարկադրաբար մարդ բերելով արտերկրից, դա արդեն այլ կոմեդիա է։ Իսկ Հայաստան դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ իշխանությունները հակաօրինական գործողություններով խոչընդոտեցին ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը։ Ըստ դաշինքի դիտորդական առաքելություն իրականացնող որոշ կառույցների գործունեությունից տպավորություն էր ստեղծվում, թե դրանք հանդես են գալիս ոչ թե որպես չեզոք դիտորդներ, այլ աջակցում են իշխանություններին։ Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների, բռնությունների եւ ապօրինությունների պայմաններում։ Փոխադարձ մեղադրանքների այս ֆոնին ամորֆ է մնում հարցի վերջնական պատասխանը, թե որքանով էին այս ընտրությունները ազատ եւ արդար։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։